Սրբազան այն ամենից կանխատեսում է իրադարձությունների նման զարգացում, երբ որ մոտ 2 տարի առաջ ձեր հարցազրույցն եք իրականացնում, ընդհանուր առմամբ քննչական կոմիտե Երևան։ Ինչպես եք վերաբերում, որ մարդիկ հարցազրույցներում որոշակի մտքեր են արտահայտում եւ որոնք դառնում են քրեական վարույթ հարուցելու պատճառ։ Օրինակ, նույն Սամվել Կարապետյանի, ով ընդհանրեն ասել էր, որ մենք մեր ձևով Այս իշխանությունը չարի իշխանություն է։ Չարի իշխանությունից բարի բան սպասելը հնարավոր չի։ Չար ծառը չի կարող բարի պտուղ տալ։ Բարի ծառը չի կարող չար պտուղ տալ, ասում Ավետարանը։ Չար ծառը չի կարող բարի պտուղ տալ, շատ հստակ է։ Սրբազան, եթե այդ հարցազրույցներ չլիներ, ըստ էության էլի մի պատճառ Եթե իմ կեցվածքը նույնը լիներ, էլի մի բան կգտնեի։ Այսինքն խնդիրը բոլորին այդ խոսքերը չեն։ Խնդիրը ես եմ։ այսինքն ձեզ մեկուսացնել են ուզում։ Ինչի մանամ ինչ են ուզում։ Որ լավ բան կարող է սրանց համար մտածես ամենավատ բանը, բայց սրանք կանեն այդ ամենավատից էլ ավելի վատ։ Լավ, այդ ինչ պիտի անեիք այս իշխանությունների համար Սրբազան հայրիկ, այսպես փոքրամարմիկ։ Ես հայրենիքի մարդն եմ, ինձ համար գլխավոր եղել է այս հայրենիքը եւ այս pedagogiությունը ավելի քան խոսոտ փսլենգոտ լագոդներինը, որ ամեն օր ինձ հայոյում են։ Ես այս երկրի համար եւ այս պետության համար աշխատած մարդ եմ։ Եվ բացի այս պետությունից ուրիշ որևիցե մի բանի համար չեմ աշխատել։ Իմ ամբողջ կյանքը։ Եվ եկել եմ հասել եմ հասակի, որ պետք է ծերությունս վայելեմ, եւ այս փսլենգոտները ինձ դարձրել են սպառնալիք այս երկրին։ Ես սպառնալիք եմ այս երկրին։ Դու ինձ սպառնալիք համարում ես։ Սպառնալիքը նստած է կառավարության շենքում։ Իշխանազարդում այն ասում։ Ես իշխանության զարդման հետ գործ չունեմ։ Ես ասել եմ, որ այս չարիքը պետք է հեռացվի։ Եվ այո, առաջին հերթին ազգային անվտանգությունը պետք է այս չարիքը հեռացնի։ Իր պարտականությունն է։ Չի կատարում, թող չկատարի, թող երկիրն էլ գնա այսպես կործանման։ Բայց ես չեմ լինի մեղավորը։ Ես չեմ լինի մեղավորը։ Հիմա իրենք ուզում են ին վրա բարդել, որ իբր ես եկել եմ ձեր հետևում թաքնվել եմ, հա, վիճակ եմ հրահրում։ Ոչի բան է, 3 թող գային մեկուսի տանեին։ 3 առաջի օրը թող գային տանեին։ Այսինքն նպատակը նաև շոու։ Ավտոներն անգամ։ Իհարկե։ Շոուն է եւ եկեղեցուն իբրև թե բացահայտ ստորացնելը, որ գգանք եկեղեցուց կտանենք։ Ըստ էության կարծում եմ ռազմական հեղաշրջում Ինչ է։ Ինչ մասալավ է։ Ասաուքիա։ Դեմա գնացի, հա, չեն թողնում մեքենան նստում են, դեմը փակում են։ Դեմը փակում են։ Ուժասպար կլնեմ, կգնեմ ինչ է եղել։ Հայքեզի բան։ Կկարողանամ, չեմ կարողանա, շտաբօգնությունը կգա, կտանի հիվանդանոց։ Սրանք սովետական կայսրությունն են, ինչ են, մենք սովետական կայսրություն ենք հաղթել։ Խսում ենք հոդները։ Ես սպառնալիք եմ ես երկրի համար։ Ես կան ապրեցինք հասանք ես տարեկին, որ խստնքոտները մեզ անուն դնեն, որ ոչ մի բան չունեն արած ես երկրի համար, բացի բյուջեին լապելուց, մարտավարի ձերպագալելու էլ ընդունակ չեն։ Պրոբլեմա։ Սրբազան այդ, ի վերջո ծանություն որպես այդպիսին պաշտոնական եղավ, չեմ ունեցել, չեմ ստացել։ Առավոտը հայտնվել են, առաջնորդարան են ջարդու փշուր արել, մտել են, իսկ առաջնորդարանից ինչ են տարել։ Տարել են, ինչ պիտի տանեն, լապթոփ, դիսկեր, միսկեր, կրիչներ, որոնց պետք է իրաց դառը հիասթափություն միակ։ Օրինակ ըստ ինչ պիտի փոխեին առաջնորդարանը։ Ինչ էին։ Ինչ մանամ զինամատել։
Սա հեղաշրջման պլան է։ Հա, այդի կարող է գծածել։ Իսկ Հարը հիաստապությունն է իրանց իսկ առաջնորդանում ինչ-որ մեկը եղել է իրենց ներկայացուցիչ։ Դե պահագն է եղել եւ հավաքարար իբրև ընթերակա քահանաներին չեն թողել։ Երբեք ես ինչ-որ բանի համար չեմ ապրել եւ աշխատել։ Ես երբեք մարտահաճ չեմ եղել, մարդկանց հաճելի լինել չեմ փորձել, հիմա էլ չեմ փորձել։ Ով ինձ հետ է շնորհակալ եմ, երախտապարտ եմ։ Ով իմ դեմ է, Աստված քրք շնորհք տա։ Դուք ասացիք, որ այս ամենը պետք է ավարտվի եկեղեցու հաղթանակով։ Իհարկե։ Դուք գնում եք հիմա քննչական կոմիտե եւ հավատավոր ժողովուրդը Աղջիկ ջան, եթե նույնիսկ ինձ ցմա բանդարգեն, եթե նույնիսկ ինձ ցմա բանդարգեն, էլի եկեղեցին հաղթելու է։ նկատի ունեմ, քանի որ հիմա ժողովուրդը Ես բանդում ավելի ազատ կլինեմ, քան իրենք ազատ կյանքում են ազատ։